Ոչ թե 24, այլ 18 ամիս կծառայեն 26 հունվարի 7-ից հետո բանակ զորակոչվողները։ Ժամկետային զինծառայության մասին նոր օրենքը հետադարձ ուժ ունենալ չի կարող։ Հայաստանի կառավարությունը փորձելու է բանակը քայլ առ քայլ համապատասխանեցնել պրոֆեսիոնալ պահանջներին, այն կառուցել պրոֆեսիոնալ հիմքի վրա։ Պաշտպանության նախարարը հայտնեց, որ տարածաշրջանի որոշ երկրներ բանակի պրոֆեսիոնալացման այդ ուղին արդեն բռնել են։ Եթե խոսենք Թուրքիայի մասին, խոսենք Վրաստանի մասին, նաև Ադրբեջանը 1.5 տարվան անցում է կատարել դեռևս 2000-ականներին։ Այսինքն, բայց հիմա համեմատվել որևէ մեկի հետ, կարծում եմ տեղին չէ, մենք պիտի ավելի շատ ելնենք նրանից, ինչ մարդկային ռեսուրսների, ինչ հնարավորությունների ենք տիրապետում։ Զինված ուժերում զինծառայողների կեսից ավելին ծխում է, իսկ հնարավոր է բանակում սահմանափակել ծխելը։ Պաշտպանության նախարարը նշեց, թե ինքն էլ մտահոգություն ունի այդ առումով, սակայն Պապիկյանի դիտարկմամբ քաղաքացիների, նաև զինծառայողների համար յուրաքանչյուր արգելք պետք է լինի իրավաչափ։ Ես ճանաչում եմ զինծառայողի միայնակ մոր, ով աշխատում է, ստանում է 100,000 դրամ աշխատավարձ, ունի նաև այլ մանկահասակ երեխաներ, եւ իր զինծառայող որդու համար պետք է նաև ամեն ամիս ուղարկի մոտ 30,000 դրամ, որպեսզի նա բանակում ծխի։ Եթե սահմանում ենք այնպիսի արգելքներ, որոնք վերաբերում են արդեն չափահասությունից վեր տարիքին, սա ավելի լայն քննարկման կարիք ունի եւ եթե հասարակության մեջ նման ըմբռնում լինի, կարելի է ընդհանրապես ծխախոտի վաճառքը դարձնել 21 կամ 25 տարեկան։ Ատեստացիոն տարբերակով քննություն հանձնելը, աշխատավարձ բարձրացնելը զինված ուժերում անհավասար պայմանների առիթ է ստեղծել։ Հրամանատարը հանձնում է բարձր աշխատավարձ է ստացում, բայց իր ենթականները մանավանդ առաջի գծում գտնվող պայմաններ չունեն, ժամանակ չունեն նախապատրաստվելու եւ պատրաստ չեն։ Ձեզ համար սա խորհուրդ է, որ մենք ատեստավորման այս համակարգում դիտարկում ենք ֆինանսական բավարարումը եւ բնականաբար ձեր մտքում դրանք միմյանց հետ հակասության մեջ են մտնում, իրականում պետք չի դրանք պետք չի միմյանց հակադրել։ Սեյրան Օհանյանի դիտարկմամբ յուրաքանչյուր բարեփոխում իրականացնելիս պետք է հաշվի առնվի նաև առկա մարտահրավերները։ Այդ առումով ըստ Օհանյանի Հայաստանի սահմանային պաշտպանությունը 100 կիլոմետր ավելացել է։ Դա եւս պետք է հաշվի առնել։ Ղարաբաղի 283 կիլոմետրին ավելացրել է Ադրբեջանի հետ սահմանը Զոդից մինչև Մեղրի։ Դրանից ելնելով մենք պետք է որոշում ընդունենք, թե ինչպիսին է մեր ազգային անվտանգության ռազմավարությունը եւ պաշտպանության նախարարությունը պաշտպանական ռազմավարական վերանայում պետք է անի եւ դրանից բխող հարցերով պետք է ինքը իր համալրման ամբողջ գործընթացը կազմակերպվի։ Պաշտպանության նախարարն էլ թե նախկինում ծառայած ու այժմ քաղաքացիական տարբեր դերերում գտնվող բազմաթիվ քաղաքացիներ որոշել են անցնել զինվորական ծառայության։ Ըստ Պապիկյանի 2025 թվականին նմանատիպ 1000 քաղաքացի պատրաստակամություն է հայտնել ծառայել զինված ուժերում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։